Օրդ, Granulus, Ding Ord Group այս կազմակերպություններն իրար հերթ չտալով 2023 թվականից Կարմիր Սարի հանքի շահագործման համար հայտ են ներկայացնում մինչ օրս։ Օրդ ՍՊ-ն, որի սեփականատերը Տիգրան Օրդուխանյանն է, շրջակա միջավայրի նախարարությունից բացասական եզրակացություն ստանալուց հետո հայց է ներկայացնում դատարան, պահանջով, որ պարտավորեցնեն դրական եզրակացություն տալ, սակայն Օրդի ներկայացրած փորձաքննական փաթեթին մեկ այլ մասնագետ նույնպես բացասական եզրակացություն տվեց։ 2023 թվականին Օրդը վերափոխվեց Ord Group ՍՊ-ի և նորից հայտ ներկայացրեց, որի 100% բաժնեմասը պատկանում է Սամվել Օրդուխանյանին։ Իսկ Ord Group ՍՊ-ի և ոչ էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առ 2025 թվականի հոկտեմբերի 31-ը որևէ փաստաթղթային փաթեթ շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության չի ներկայացվել։ Օրդ ՍՊ-ի ներկայացրած շմակ փորձաքննության մեջ նշված էր, որ կարմիրգրքյան տեսակներ հանքավայրի տարածքում չկան, այնինչ WWF բնության համաշխարհային հիմնադրամը արձանագրել է վտանգված կարմիրգրքյան 14 բուսատեսակ և 16 ողնաշարավոր կենդանատեսակ։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատելու համար Կարմիր Սարի պաշտպանության նախաձեռնող խումբը մշտադիտարկման արդյունքում նկարահանել են տեսակները, սակայն նախորդ լսումներին հոկտեմբերի 13-ին կրկին կարմիրգրքյան տեսակների առկայության փաստը հերկվում էին։ Որ ասում ենք ստեղ անցքեր կա լիքը, ոչ մեկ չի հավատում։ Իրականում ոչ մեկս չգիտի, սա օծի է, առնետի է, ինչի է, մետր կա, օրինակ ինչ իմանանք, եթե դուք այնտեղ պայթեցում անեք, այս անցքի միջին է չեն գալու լցվեն մեր տուն։ Այդ սարում ոչ մի բան չկա, ինքը քաչալ սար է, բուսականությունից դուր կա եւ այլն, բայց պարտադիր չի, որ սենց 3-4 մետրանոց ծառ լինի, որ տեսնես դա բույս է, կամ սենց գազոն լինի այնտեղ, որ ինչպես ասում էր պարոն Շամո Բաքոյանը, որ լինի, որ դա համարվի բուսականություն, այսքան բույսն է բուսականության մասնիկ է, իսկ այդ բույսերը, հա, ուտուր են, բայց կարևոր են մեր երկրի համար։ Ամեն տարի բարձրանում ենք վեգետատիվ շրջանում ուսումնասիրություն ենք անում, որովհետև իրենց մասնագետը չգիտես ոնց օգոստոսին էր արել ոչ վեգետատիվ շրջանում ինչ-որ ուսումնասիրություն, ու հա ես էլ օգոստոսին գնամ, մենակ քարոտ բան, ինչ-որ բան կտենամ, խոտ էլ չեմ տեսնի երևի, էլի։ Մենք օգոստոսի 6-ին երեկով բարձրացանք սար ու չգիտեմ ոնց մեր բախտը բերեց, ցենց մեկից ոտքի տակ ինչ որ ծաղիկ կար, մենք ուղղակի նկարով էինք իրան տեսել, գազամբողջատերևը, ինքը տեղական էնդեմիկ է, ոնց որ աշխարհում մենակ ստեղ աճում, ես էլ չեմ տեսել, այդ լսումից հետո այդ արշավի ժամանակ ենք իրան գտել։ Ցենց ասացի Արփինե, հələ ոտքդ այն կողմ տար, ու այդպես տեսանք, որ այդ գազն է, նկարով իդենտիֆիկացիա արեցինք, բուսաբանի ուղարկեցինք այդ բանին, ասեց ինքն է։ Ու տես սկսեցինք պոպուլյացիաները գտնել, կոորդինատներով ֆիքսել ենք բոլորը, ու այս տարի նույնպես էլի ոնց որ լսումից հետո անցի 25-ին հոկտեմբերի էլի բարձրացել ենք, գտել ենք գազվետիկուս, գտել ենք Թախտաջյանի դոդոշախոտ, որ ծաղկած էր, զարմանալի է մեր համար, բայց մի քանի առանձնյակներ ծաղկած էին դեռ։ Էլի ուրիշ արեալում ենք գտել նաև գազամբողջատերև ու լիքը թռչուններ կան, կաքավներ երևի, որովհետև ձայնով փորձեցինք իդենտիֆիկացնել, ոնց որ նույնականացնել, աղվեսի բույն ենք գտել, իսկ մեզ ասում են այդտեղ ոչ մի բան չի աճում, ոչ բույս կա, ոչ կենդանի է ապրում եւ այլն։ Եթե այս տարի Ord Group ՍՊ-ն ստանա դրական եզրակացություն, ամենայն հավանականությամբ շրջակա միջավայրի նախարարություն չի կարողանալու մերժել նոր հայտերը եւ 100-ավոր հեկտարում մոտ 300 հեկտար հաշվարկել ենք հայցվող տարածքների գումարային մակերեսը մոտ 300 հեկտար էր, այսինքն մի հատ ահռելի մակերես այս Արարատյան դաշտի գլխին դառնալու է հանքարդյունաբերական, այլ չեմ ասում, որ այնտեղ ավելանում է նաեւ ցեմենտի գործարանի հանգամանքը 54 հեկտարի համար ոչ մեկ ցեմենտի գործարան չի կառուցի։ Այսինքն 54 հեկտարի հումքը մշակելու են ցեմենտի գործարանը հավաքեն ու տանեն։ Բնականաբար կանաչ դրոշակ են բացելու մյուս հայտատուների համար ու ամբողջ սարը քիչ-քիչ սենց հարթացնեն եւ այլն, իսկ այն հեքիաթները, որ պատմվում է, որ իրանք երաշերտ անտառ են կառուցելու, ծառատուն են անելու, որ փոշուց պաշտպանեն, այսինքն մենք 10 տարի էլ իրենք նստելու են սպասեն, որ այդ ծառերը աճեն ու տենց այդ բան սաղարթ, չգիտեմ, ձևավորվի, որ դա պաշտպանի փոշուց։ Տրամաբանական չեմ համարում, իսկ սարը շրջապատված է այգիներով ու բարձրորակ բերք ենք
ունենում եւ իմ ընտանիքը եւ գյուղի մեծ մասը գյուղատնտեսությամբ զբաղվում։ Չափազանց մտահոգում է մեր պարենային անվտանգության հարցը, որպես տեղացի առողջությունը, մեր տնտեսությունը, իմ ընտանիքը անձամբ հենված է գյուղատնտեսության վրա։ Մենք այստեղից ոչ հեռու ունենք Ծիրանի այգիներ։ Կարմիր Սարի ստորոտում անմիջական գտնվում է 7 գյուղ։ Մեր առողջությունն էլ ոչ մի բան փոխելու չի։ Մենք որ մեր առողջության համար ենք մենք առաջինս գյուղի բնակիչ ենք, մեր գյուղի էս հիմա շատ մի բանով լավ է ցեմենտի փոշի նահատի մի քիչ է հասնում մեր գյուղ, հիմնականում վեդի, զոտ, ավշար այդ համայնքներում մեր համայնք քիչ է հասնում։ Բայց կա Գարնանով թեթև անձրևա չէ գալի, հետո այս հողի վրա նայում ես ոնց է ցեմենտա, փոշի է։ Ահավոր այդ երկրորդ գործանը այս տարածքի համար ահավոր շատ, այդի ոչ մի փորձաքննություն չեն ասի, այսինքն որ հարցը հենց ամենասկզբից ճիշտ ձևով ձևակերպենք, իրանք պատասխաններ չունեն, հետեւաբար առաջ գնալու իմաստ չկա։ Քաղաքացու ձայնը մայրաքաղաք Երևանից։